Փարքնեժդեհին։ Երբ Նիկոլը սաստկացրեց եկեղեցու հանդեպ իր արշավները, դրան զուգահեռ Ալիևը իր խոսույթը մի քիչ մեղմեց, որպեսզի աջակցի Նիկոլին, որպեսզի ժողովրդին հասկացնի, որ Նիկոլը այն որ ասում է խաղաղություն, ինքը ճիշտ ուղղության վրա է, կարող է հասնել խաղաղության, որ ժողովուրդը Նիկոլի այդ հակահեկեղեցիական գործողություններին չխանգարի։ Բայց տեսանք, որ ժողովուրդը իսկապես թույլ չտվեց, որ Նիկոլի այդ այն մնացած ովքեր Նիկոլին աջակցում են, այն կուսակրոնությունը խախտած այլ արքեպիսկոպոսներ, ես համոզված եմ, որ չեմ ստուգել, բայց հայկական եկեղեցին այս ռուսական կայսրության ներքո ինչի ասես հասել է, սպասավոր է եկեղեցին, չէ՞։ Հա, արտահայտությունից տեղի չէ, սպասավորները։ Եվ այսինքն Բենթլիների միջոցով այն մյուս կուսակրոնությունը խախտածների դեմ կռիվ են տանում։ Մենք գիտենք, չէ՞, առաջ Բենթլիի մասին ինչեր էր խոսում Նիկոլը, այսօր Բենթլին իր աչքին դարձել է բան, իսկական հոգևորական։ Եվ երբ որ ժողովուրդը դիմադրեց, Ալիևը հասկացավ, որ Նիկոլը ձախողել է ժողովրդի այն որ կրթությամբ զբաղվում էին Աննան ու ինքը անդադ, առաջ նայեք, հետ մի նայեք, ապրեք, վայելեք, կերեք, խմեք, մեռեք, գնացեք, վերջ, ձեզնից ոչինչ չի պահանջում այս կյանքում, ինչ հայ, ինչ ազգ, ինչ կրոն, ինչ հավատ, ինչ հասկանու եք, չէ՞, իրենք մտել են ժողովրդին էժանացնելու ստրկամտություն կամ թեթևաբարու կյանք քարոզելու, ինչպեսին իրենք ապրել են։ Հասնում են չստացվեց դա։ Ու հիմա տեսնում եք, որ Ալիևը նորից, երբ որ տեսնում է Նիկոլի մոտ դա չի ստացվում, նա կոշտացնում է իր խոսույթը, ասում է, մենք Հայաստանից մեր պահանջները շարունակելու ենք։ Այսինքն խաղաղության մասին մոռանում ենք։ Անգամ այդ որ միջանցք պետք է լինի, դա չհոգնեց։ Անգամ որ Ամերիկայի միջնորդությամբ որ պետք է լինի, ես ասել եմ, որ այդ միջանցքը չի լինելու։ Ամերիկան չի եկել, որ միջանցքը բացի, եկել է, որ այդ միջանցքը չբացվի։ Մինչև ինքը իր հարցերը կարգավորի։ Տեսեք, շատ են, չէ՞, քննադատում, տեսեք, Պուտինը ուժեղ տղա է, չեն կարող աշխարհը հարձակվել է, Պուտինի վրա չի կարողանում։ Չէ, Ամերիկայի տնտեսությունը 26 անգամ հզոր է Ռուսաստանի տնտեսությունից։ Այսինքն Ամերիկան կարող էր մի ամսվա ընթացքում Ռուսաստանի հարցեր լուծել, բայց Չինաստանի այդ հայտարարությունները լսեցիք, որ արդեն Ռուսաստանի կեսը Չինաստան արդեն թե վարձելով, թե բնակեցնելով, թե մտադրություններով մի քանի միլիոն քառակուսի կիլոմետրի մասին են խոսում արդեն։ Այդ ինչու է Ամերիկան ոտը հետ գցում, որ ասենք, եթե վերջնական հարված հասցի, Չինաստան ավելի է հզորանալու, այդ մասը տանելու է։ Այսինքն, այստեղ Ամերիկան նաև խղճում է Ռուսաստանին, ոչ թե Պուտինը ուժեղ տղա է այսպես, այլ չեն ուզում, որ այս կռիվը Չինաստանի դեմ է, չեն ուզում, որ մի բան քանդեն, Չինաստանն ուժեղանա դրա արդյունքում։ Այս ձգձգվելը սրա հետ կապված է։ Լավ, մեր բուն թեմայից չշեղվենք, ուղղակի սա հատուկ ռսահպատակների համար ասեմ, որ չմտածեք ձեր Պուտինը հզոր տղա է, էլի, ձեր Պուտինի ելածի կեսը տարել է Չինաստան արդեն, հələ չի թղթին տվել, տարել է արդեն իրենն է։ Առիթ է ման գալի, որ վերջնականապես ձևակերպի։ Այս սա է Պուտինին փրկում։ Եվ հիմա ինչ ենք տեսնում։ Նիկոլ արդեն ճարահատյալ ուղիղ Ալիևից շնորհակալություններ է հայտնում։ Դուք հասկանու եք, մենք այնտեղ գերիներ ունենք, որոնք ստորացվում են եւ կտանքների են ենթարկվում։ Ու այդ կտանքների ենթադրող հրամաններ տվող մարդուն տվյալ մեր երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնում։ Այսինքն արյունը բենզինով փոխեցին։ Եվ այդ փոխադրիչն էլ գրզոն էր։ Դուք պատկերացնում եք ստորության աստիճան։ Եթե ցանկացած պետություն մի գերի ունենա մեկ այլ պետության կազմում, գիշեր ցերեկ կռիվ կանեն, ամբողջ աշխարհին կարտնացնեն, то բողոքեն, то այդ քաղաքացիներին հավաքեն նրանց կտան, մի բան կանեն։ Բայց նրանք առիթ են գտնում, ասես բենզինի բերելու տեղ չկար, բոլոր ճանապարհները փակ էին, աշխարհը երես էր թեքել մեզանից, մնացել էր Ալիևը, որ մեզ բենզին տար։ Էս ինչ շնորհակալ ենք մենք։ Պարսկաստանում բենզինը ջրի գինը, ջրի ծրեժան։ Ճամպեքն էլ բաց է, կամք է պետք։ Բայց դե հասկանում ենք, Կրեմլից ասում են, չէ, իմ նավթին, իմ գազին պետք է փոխարինի
ադրբեջանականը, ոչ պարսկականը։ Այ հենց այստեղ է Պարսկաստանի այս իր տկարությունը, որ ինքը կռիվ չի տալի, ասում ոնց չհասկացա էլի։ Եվ ենթարկվում է ռուսական պարտադրանքներին։ Իրեն Հայաստանում իր ապրանքը չի ուզում, որ ամենտեղ շահագրգռված է, չէ՞, որ իր նավթ ու գազը վաճառվի Պարսիկը, ինչ որ Հայաստանում շահագրգռված չէ։ Եվ դա ինքը զիջում է ռուսին, որտեղ ռուս պարտադրում է, ասում է, չի պետք է Ադրբեջանին է գնա։ Նախորդին եթերում, երբ որ ես ասում եի, ես Պարսիկին թշնամի չեմ համարում, բայց բարեկամ էլ չեմ համարում, ես սա նկատի ունեմ, որ ինքը գտնվում է ռուսի ազդեցության տակ։ Եվ ինքը մեր շուկայում մրցակցության չի մտնում։ Կարող է չէ ինքն էլ մտնել մրցակցության, հայտ ներկայացնի եւ մենք որոշենք պարսկական, ադրբեջանական, ռուսական, չգիտեմ, ինչական, չկա ինքը դաշտում, չելան հանգստանում, չել բարձրաձայնում։ Սա է խնդիրը։ Ինչևից է, ես չեմ ուզում զուգահեռաբար ուղղակի նաեւ տեղեկացնում, թե ես ինչ եմ մտածում մեր հարևանների մասին։ Հիմա այս Ալիևի շնորհակալություններ հայտնելը միևնույն է իրեն չեմ փրկելու, որովհետեւ ժողովուրդը արդեն հասկացրեց, որ եկեղեցուն չես կարող կբնել։ Եվ Սփյուռքն էլ հասկացրեց։ Եվ Արամ առաջինն էլ հասկացրեց Անտիլիասից։ Հասկացրեց, որ չի կարող դա տեղի ունենալ։ Եվ հիմա ինքը արդեն առանց քաշվել ասում է, դարեր շարունակ մեր կաթողիկոսին որոշել են թուրքերը։ Լավ, երբ որ Թուրքիայի լծի տակ ենք եղել, թուրքերն են որոշել։ Հիմա մենք Թուրքիայի լծի տակ ենք, ինքը ուզում է արդարացնի Էրդողանի այն հայտարարությունները, որ հաջորդ կաթողիկոսը այսինչը պետք է լինի կամ այնինչը, ինքն է որոշել։ Դու ինչ է արդեն մեզ համարում ես թուրքական վիլայետ, որ մարդկանց մոտ քարոզ է ստանում, թե դարեր շարունակ թուրքերն են որոշել, թե մեր կաթողիկոսը պետք է նա լինի։ Թե ուզում ես ասած, այդ ոնց է թուրքերը կորոշեին, ես չեմ կարող որոշել։ Դու ես թուրք։ Ես ուզում եմ հասկանամ, դու ուզում ես մեզ համոզես, որ մենք արդեն Թուրքիայի մաս ենք եւ թուրքերը պետք է որոշեն, թե դու ուզում ես ասես դու ես թուրք, ինչ պակաս թուրք ես, եթե թուրքերը որոշել են, ես էլ հիմա էլ ես պետք է որոշեմ։ Սրանք հարցեր են, սիրելի հանրություն, որ դուք պետք է վերլուծեք ձեր մեջ։ Իսկ առհասարակ եթե դեռ էս պահին Նիկոլա Կանկա ինքը միաբջիջ կենթանի է, իրեն անտեսեք, արհամարեք, անգամ մի թույլ տվեք, որ կան ձեր սեղանին նստեն։ Ես ուրիշ կոչ չեմ անում, չեմ ասում ծեծեք, ջարդեք, փշրեք, չէ։ Իրենք չարժեն այդքան։ Ուղղակի իրենց անտեսեք, որ իրենք անտեսված լինեն մարդկությունից, որ իրենց համար արունը բենզին է դարձել, որ իրենց համար գրզոն արժեք է դարձել, որ իրենց համար Նիկոլը հզոր է դարձել։ Հասկանում եք, անտեսեք ուղղակի եւ պատրաստվեք իսկապես պատերազմի հոգեվոր, մեծ, բարոյական արժեքների, ու եթե հանգարց կարիք լինի դա պաշտպանելու սուրճ ճոճել, դա էլ պետք է անենք։ Մնաք խաղաղությամբ։